Նկատում ենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը ակտիվ ներկուսակցական քարոզարշավ է իրականացնում եւ հիմնականում մարզերում այս անգամ էլ այցելել էր Գավառ եւ արդյոք դուք հետևում եք այս ընթացքին, ինչպես է իրականացվում ներկուսակցական այս քարոզարշավը եւ կխնդրեմ հատկապես շեշտը դնենք այն հայտարարության վրա, որ նա նշեց, որ եթե ինձ չընտրի ժողովուրդը, ապա սեպտեմբերին պատերազմ լինելու, սա ինչ է ակնարկում։ Տեսեք, խորքի մեջ ինքը ներկուսակցական քարոզարշավ չէ, ինքը դեռևս շատ շուտվանից իր բոլոր վարչական ռեսուրսների օգտագործմամբ արդեն սկսել է բավականին ժամանակ իր քարոզարշավը եւ իբրև թե խոստումներ չի տալիս, բայց տարիներով կուտակված սուբվենցիոն ծրագրերը, շինարարությունները եւ մնացած անավարտ օբյեկտները մտածվածին դրել են այն ժամանակահատվածում, որպեսզի ինքը գնա մարզեր եւ այլ տեղեր կարողանա խոսք ունենա ասելու։ Ի սկզբանե ինքը արդեն սկսել է այդ քարոզարշավը, հիմա իրանք ոնց կմեկնաբանեն կամ չեն մեկնաբանի, դա իրանց խնդիրն է, բայց մենք բոլորս էլ իբրև քաղաքական գործիչներ եւ քաղաքականության մեջ եղած մարդիկ լավ գիտակցում ենք ինչով ազբաղուց, եթե կնոմա ներկուսակցական ինքը համայնքի խնդիրներով ազբաղում, համայնքի հարցեր լուծում, դա կառավարության արտագնալ նիշ չէ, կառավարության աշխատանքային հանդիպումներ չէ, ներկուսակցական քարոզարշավի քողի տակ փորձում արդեն իր քարոզչությունը սկսել ժամանակից շուտ։ Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզայցելության, բոլորիս համայնք ակնառու է, որ այդտեղ կարճ ասած շահագրգիռ մարդիկ շատ քիչ կային, որտեղ ինքս մի բան նայել եմ, դե ամբողջական չէ, բոլոր վարչական լծակների օգտագործմամբ այդ մարդկանց բերվել այդտեղ ցույց է տալիս շոու է, դու քաղաքական շոու է, խորքի մեջ այդպես չի։ Այն մարդկանց բուն խնդիրները որ կան, իրանք ոչ մի անգամ չեն արձագանքում, Վարդենիսի տարածաշրջանում գովերգում է, որ ամեն ինչ կարգին է, Վարդենիսի տարածաշրջանում պետական հիմնարկ գաղափար չի մնացել, բացի դատական համակարգից, դատական իշխանության իրավապահ համակարգից, չկա անձնագրային սեղան, չկա պատանատոմիական լաբորատորիա դերձարան կոչվածը, չկա կանոնավոր տրանսպորտ, չկա անվտանգային խնդիրներ, որտեղ որ Ես նշել եմ, բազմաթիվ համայնքներ կան, որտեղ չեն կարողանում իրենց խոտարկները վերցնեն։ Եվ այդտեղ էլ մի քաղաքացի նշեց, ասեց, որ չեն կարողանում դպրոցները վերակառուցել, օրինակ Հայաստանի Հանրապետությունում կա 232 խոշորացված, պետք է խորհրդմալացման քողի տակ դպրոցներ խոշորը, որից 15-ը սահմանամերձ Վարդենիսի տարածաշրջանում է։ Ինքը մի տեղից վերցնում է այդ երեխաներին առանց սոցիալական, դեմոգրաֆիական, կենցաղային եւ այլ հարցեր, անվտանգային հարցեր հաշվի առնելու օպտիմալացման անվան տակ վերցնում է դպրոցները, կրճատվում է դպրոցները։ Ինչ է նշանակում դա։ Կամ ինքը անվտանգությունից է խոսում։ Մեկ բազմաթիվ անգամ իմ ելույթներում հարցապնդումներում ասեմ, իրենց անգործության արդյունքում, չգիտեմ, անցավոր անգործություն կասենք, ինչ կասենք, բազմաթիվ Վարդենիսի տարածաշրջանի համայնքներ բնակարար դարձել են սահմանապահ, որոնք ընդգրկված չեն կառավարության սահմանված ցանկում, որ գոնե այդ արտոնությունից օգտվեն։ Հիմա իրանց համար ցանկալի մարդկանց հավաքել են, այդ թվում համայնքի ղեկավարները, իրենց վարչական միավորներով, բուժհաստատության պերսոնայով, գնացել են իրանց քաղաքական շոում թողապով են, բայց հողի վրա դա այդպես չէ, ինչպես որ իրանք են փորձում նկարագրել, իրանց կադրերը, իրանց նյութերը փորձում են վերցնել, բայց եթե անկեղծ ասած գնան տեղում հողի վրա ակառակ պատկերն է։ Վարչական ռեսուրսի կիրառում նկատում եք այս ընթացքում։ Իհարկե վարչական ռեսուրսի կիրառում չկա, թե մարդուն դուք ասում եք աշխատանք ժամից կամ աշխատաժամից դուրս բերում ա դե մարդիկ, որոնք որ համայնքապետան աշխատակիցներ են։ Այնտեղ եթե դուք տեսնում եք, եթե չեմ սխալվում, Մարտունի համայնքում այնտեղ կոմունալ աշխատողն ասում է ճանապարհ ենք մաքրում։ Այդ ճանապարհները բախի չեն մնացած օրերը մաքրում։ Ես բարբերաբար առավելեցես վերջի դարաշրջանում հանդիպումների շարքը մեծացրել եմ քաղաքացիների հետ, գնանք տեսնեք այդ ճանապարհները ամենօրյա ռեժիմով կամ շաբաթը մեկ անգամ մաքրվում, այնքան պարզ է դա, այնքան պարզ է։ Նա այդ պատերազմի հանգամանքին, նշել էր, որ եթե ինձ չընտրի ժողովուրդը, ապա սեպտեմբերին պատերազմ է։ Ես գիտեմ, ճիշտ ասած, ինքը այն ենթատեքստն ասում է, ժողովուրդ պետք է ինձ ընտրեք, հակառակ դեպքում պատերազմ կլինի, դա այնքան պարզ է։ Այսինքն ինքը նախորդ կանխագուշակում է պատերազմի ելքը, եթե դու պատերազմի ելքը, բա ինչ միջոցներ ես ձեռնարկելու, որպեսզի պատերազմ չլինի, լավ, հակառակ հարց եմ տալիս ես։ Եթե դուք գիտես, որ սեպտեմբերին արդեն պետք է պատերազմ լինի, դու իբրև թե երկրի ղեկավար, ինչ միջոցներ, եթե ժամանակագրությունը գիտես, օրը գիտես, ամիսը գիտես, բան մեկը չկա, ասի, բա դուք ինչ եք անում, էլի։ Այսինքն կա շանտաժով ցկվեք, 21 թվականին էլ եկավ այդ նույն խոստումներով, նույն ծրագրերով, կառավարության նույն անվտանգային խնդիրներով, վերջը մեր տեսանք ինչ եղավ, էլի մեր աչքի առաջ է ամեն ինչ։ Նաև Երևանում մետրոյի դեպքին կխնդրեմ անդրադառնալ, երբ արցախցի երիտասարդ կնոջ հետ Նիկոլ Փաշինյանը վեճ ունեց
ունեցավ, միջադեպ ունեցավ, ընդ որում անչափահաս երեխայի ներկայությամբ։ Սա դուք ինչպես եք գնահատում եւ քաղաքական եւ բարոյական Ես գնահատական արդեն այդ մասով նայել եմ, ժողովուրդը տվել է, կարճ ասած, եթե դա աներ ցանկացած մեկ քաղաքացի մեկի նկատմամբ, հիմա բռնության այդ իրանց ծանր օդված որ բերեք, կախել են որպես թող մեր գլխին, մեր բոլորին արդեն հիմա եթե դրանից անգամներով պակաս ինչ է նշանակում, ասենք անչափահաս երեխայի նկատմամբ նման վարքագիծ։ Ես կարծում եմ, որ դա ոչ պրոֆեսիոնալ ինքը պետք է այդ մակարդակի ճիշտեր եւ առավել եւս քաղաքացին ասում է, ես չեմ ուզում շարունակեմ։ Ինքը իր համար տհաճ է տանում, չի ուզում խորաս, այսինքն իրանք չեն կարող ասել, որ ինքը սադրեց, սա ինքը փորձում է կտրել այդ խոսակցությունը, որտեղ իր բանչափահաս երեխային է խնայում։ Բայց այդքանից հետո եթե նա փորձում է շարունակել, ուրեմն ես չեմ կարող ասել այդ գնահատականը, թող իրավապահները տան եւ հանրության լայն արձագանքի արդյունքում այդ գնահատականը դրես եւ գաղտնիք չէ, որ ինքը հետին թվով արդեն սկսած ներողություններ խնդրել այդ քաղաքացուց։ Նաև վարչապետի մակարդակով նա նշեց, որ փախածներ եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միլիարդավոր հարկերի շնորհիվ ուզում եք ապրել Արցախում, սա ինչ է Չէ՞ որ նշանակում։ Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրությամբ օրենքներով Արցախի Հանրապետության երաշխավորն է եղել, ինչ է նշանակում փախածներ կամ չգիտեմ այդ գնահատականը, եթե այդպես չի որ պետք է դրվել, այնտեղ ես նայեցի նկարներ, որտեղ այդ կինը իր անչափահաս երեխան է, ապաստանում ինչքան է միջև վերջի պահ, դա մեր աչքի առաջն է եղել, մենակ լոկ խոսքերով չէ՞լի։ Դա գնահատելի խնդիր է, ով որ գնահատում է, ով որ չի կարող չի ուզում գնահատի, չի ուզում հասկանա, իր նման է մտածում, բայց դեռ եմ ասում, երեկվա եւ նախորդ օրվա այդ հանրության ողջ լայն արձագանքը ցույց տվեց, թե ով էր ճիշտ, ով էր սխալ, ես կարծում եմ ամեն ինչից այդ կարող է օրերքի շրջանակներում չկարողանան պատասխանատվության ենթարկել իրանց պաշտոնական դիրքը, բայց դրա գնահատական տվողը ժողովուրդն է, որը որ ամենաարդար գնահատական տվողն, արդարացի գնահատականը մեր ժողովուրդն է տվել եւ ես կարծում եմ տվեց այդ կնոջը արդարացի պաշտպանելով անդերձ։